Այսօր իմ աշակերտներից մեկի հետ խոսում էինք Սիզիֆի մասին, որը աստվածների պատժով հսկայական քար էր գլորում սարնի վեր եւ գագաթին չհասած քարը գլորվում էր ցած։ Ըստ Ալբեր Կամյուի Սիզիֆը երջանիկ էր, որովհետեւ նա ուներ նպատակ եւ ամեն վարքյան ուներ ձգտելու մոտիվացիա։ Ես ուզում եմ նաեւ հարց դնել, թե ինչու էր Սիզիֆը թույլ տալիս, որպեսզի իր քարը գլորվի ցած։ Միգուցե նա դադարում էր ջանալ կամ հուսահատվում էր։ Ինչու նա իր քարի իմ տեր չէր կանգնում մինչև վերջ։ Իմ աշակերտները ի տարբերություն Սիզիֆի ի վերջո հասնում են հաջողության, բայց ինչպես Սիզիֆը, ես ուզում եմ նրանք նույնպես ունենան ամեն վարքյան իրենց աշխատանքից հաճույք ստանալու կարողությունը։ Այն, ինչ ես փորձում եմ նրանց սովորեցնել եւ ինքս էլ ես ամեն դասից հաճույք եմ ստանում եւ փորձում եմ ներշնչել նրանց, որ մենք հաճույք ենք ստանում ամեն քայլից, ամեն փոքրիկ հաջողությունը մեզ համար մեծ հաղթանակ է եւ մենք չենք մտածում վերջնարդյունքի մասին, ինչը ինքնստինքյան գալու է, երբ դուք սովորեք հետեւողական աշխատել եւ իհարկե բաց չթողնել ձեր քարը։